Ֆուտբոլային շաբաթի քննարկում թե խենթանոց, այս հարցի պատասխանը կստանաք ինքները տեսանյութի վերջում եւ ինքները ձեր մեջ կորոշեք սա ֆուտբոլային հասարակ շաբաթ էր թե խենթանոց, իմ կարծիքով խենթանոց էր։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ քննարկելու այս շաբաթվա ֆուտբոլային թեժ իրադարձությունները, դրամատիկ խաղերը, հույզերը, էմոցիաները եւ որոշակի դրվագներ, որոնք պետք է անպայման ուսումնասիրել։ Ես սկսենք մի անգամից Աֆրիկայի գավաթի եզրափակիչից, որտեղ կատարվեց աննորմալ, խելահեղ ինչ-որ բաներ, ես նայում եի եւ այսպես ապշահար ասում եի, այս ինչ է կատարվում, ինչպես կարող են նմանատիպ բաներ լինել մի առաջնության եզրափակչում, ինչպես, եւ չունեի այդ հարցի պատասխանը։ Ես առաջին անգամ ֆուտբոլ դիտելիս երկար մտածում էի, թե ինչ է լինելու եւ չգիտեի դրա պատասխանը։ Երբ թիմը որոշում է հեռանալ, հետո վերադառնալ, էլի հեռանալ, այդ դեպքում ինչ է լինում, ինչ պետք է լինի։ Իհարկե կարելի է ենթադրել, թե ինչ պետք է լինի, տեխնիկական պարտություն, բայց ինչպես է դա ազդում, այսինքն խաղի ընթացքում թիմը կարող է որոշել, որ պետք է հեռանա, հետո վերադառնալ, նորից հեռանալ եւ դրա համար չպատժվի ոչնչով։ Սա ինձ համար անկեղծ ասած մեծ հանելուկ էր եւ հարց էր, որի պատասխանը ես չունեի։ Եվ ես ասենց ապշահար բոլորի հետ միասին հումորի տալով դիտում եի եւ ուզում եի հասկանալ ի վերջո ինչ է կատարվելու։ Եկեք հիմա գանք ավելի սկզբից, թե ինչ տեղի ունեցավ։ Խաղավերջում Սենեգալը խփեց գոլ, այնտեղ կար կանոնների խախտում ընկերներ, ես հատուկ այդ դրվագը ուսումնասիրել եմ, այնտեղ կար կանոնների խախտում։ Թերևս շատ ֆանատներ, չգիտես ինչու նշում էին, որ չկար այնտեղ խախտում, գոլը պետք է հաշվեին եւ այլն, բայց այնտեղ խախտումը ակնհայտ էր իմ կարծիքով։ Հետո եղավ 11 մետրանոցի դրվագը, որտեղ եւս ակնհայտ Բրահիմ Դիասին հրում են եւ գցում են գետնին, որտեղ եւս կար բոլոր հնարավոր պատճառները 11 մետրանոց նշանակելու։ 11 մետրանոցը նշանակելուց հետո Սենեգալի գլխավոր մարզիչը իր ամբողջ թիմին ցույց է տալիս, որ իրենք պետք է հեռանան։ Եվ նրանք հեռանում են։ Հետո նորից վերադառնում են ինչ-որ բաներ գուցե ճշտելու համար եւ նորից հեռանում են։ Եվ այդ ամեն ինչին դեմ էր ընդամենը մեկ անձնավորություն։ Սադիո Մանե, ֆուտբոլային ասպետ, մարդ, որը իր ֆուտբոլով հիացրել է Եվրոպայում, հիմա հիացնում է Սաուդյան Արաբիայում եւ այդ եզրափակչում եւ ընդհանրապես ամբողջ առաջնությունում հիացրեց իր մարդկային որակներով եւ ֆուտբոլային որակներով։ Նա կանգնում է եւ ամբողջ թիմին ասում. մենք տղամարդիկ ենք եւ եթե մենք պետք է պարտվենք, մենք պետք է պարտվենք խաղադաշտում, այլ ոչ թե կրենք տեխնիկական պարտություն խաղադաշտից դուրս։ Հետ եկեք, մենք պետք է ավարտենք այս հանդիպումը, ինչ սցենար էլ լինի։ Ես միայն պետք է ծափահարեմ այստեղ, որովհետեւ այնինչ արեց Սադիո Մանեն, դա ուղղակի հիասքանչ էր։ Խաղից հետո գլխավոր մարզիչը Սենեգալի պետք է նշեր, որ ինքը փոշմանել է իր այդ կտրուկ որոշման համար եւ դա սխալ էր եւ շնորհակալ է Մանեին, որ Մանեն կարողացավ համոզել եւ թիմին բերել խաղադաշտ, ինչից հետո նրանք նվաճեցին Աֆրիկայի ազգերի գավաթը։ Բրահիմ Դիասը մոտենում է գնդակին եւ որոշում է իրացնել Պանենկայով։ Սա իրոք մարդու դրամա է։ Սա Ռոբերտո Բաջոյի դրամային գրեթե հասնող ինչ-որ դրամա է, որովհետեւ ամբողջ առաջնությունում Բրահիմ Դիասը Մարոկոյի լավագույն ֆուտբոլիստն էր։ Նա այս առաջնության գլխավոր ռմբարկուն էր եւ լացելով ստացավ այդ մրցանակը։ Բայց նա այդպիսի պատասխանատու պահին որոշում է, որ նա կարող է լինել Զինեդին Զիդանը։ Որոշում է Պանենկայով գրավել Մենդիի դարպասը։ Եվ ինչ է կատարվում։ Մեկ բան լռություն, բոլորը սպասում են այդ հարվածին, Բրահիմ Դիասը հարվածում է, ստացվում է շատ վատ, խայտառակ Պանենկա եւ Մենդին վերցնում է գնդակը։ Լռություն եւ մարդը մահանում է կանգնած, ինչպես ժամանակին մահացավ Ռոբերտո Բաջոն։ Ես չգիտեմ, թե ինչ է լինելու Բրահիմ Դիասի հետ, բայց նրա ինքնավստահությունը չափից դուրս դարձավ գուցե նրա շատ երկար տարիների տառապանքի պատճառ։ Հիմա լուրջ հոգեբաններ պետք է աշխատեն այս ֆուտբոլիստի հետ, որովհետեւ այսքան բարձր գնալ, լինել փառքի ճանապարհին եւ վերջում նման խայտառակ վերջաբանով ավարտել, իհարկե
չարաբաստիկ է, շատ ցավալի է եւ շատ ողբերգական է։ Բրայմ Դիասը հետո փոխարինվեց։ Այնտեղ նաև Մարզիչը կարծես շատ դժգոհ էր Բրայմ Դիասից եւ այնտեղ որոշակի բախում եղավ Մարչի եւ Բրայմ Դիասի միջև։ Եվ իրոք այդ ամենը տեսնելը շատ ցավալի էր, հատկապես երբ որ Բրայմ Դիասին որպես ֆուտբոլիստ միշտ համակրել ես եւ այդ ամենը քո աչքերով տեսնում ես, թե ինչպես է ֆուտբոլիստը ուղղակի նմանատիպ ծանր իրավիճակում հայտնվում, ամբողջ Մարոկոն կարելի է ասել սոցիալական էջերում սկսեցին ինչ ասես, որ չգրել, հարձակվել Բրայմ Դիասի բոլոր էջերի վրա։ Այո, Բրայմ Դիասը մեղավոր է, որ այդ պահին նման վատ բան կայացրեց, բայց նա մարդ է, ընկերներ։ Մարդ է, որը կոպտագույն սխալ թույլ տվեց։ Մարդ է, որը ամբողջ կյանքը հիշելու է սա, եւ մարդ է, որը գուցե կարող է սա չհաղթահարել, բայց հուսանք նրա մոտ դա կստացվի։ Հետո Սենեգալը խփեց գոլը լրացուցիչ ժամանակում եւ հաղթեց։ Ահա այսպիսինն էր Աֆրիկայի գավաթի եզրափակիչը։ Լարված, ֆենոմենալ, զարմանալի եւ միաժամանակ շքեղ դրամատիկ։ Եվ սկսենք մի անգամից թոփերից, այսինքն APL-ից։ Անգլիայի Պրեմիեր լիգայում օրվա իհարկե հանդիպումը եւ ընդհանրապես շաբաթվա հանդիպումը դա Մանչեսթերյան դերբին էր։ Մանչեսթերյան դերբի, որտեղ Ալեքս Սեր Ֆերգուսոնը վերջապես աշխարհի ամենաերջանիկ մարդն է, ոչ թե նրա համար, որ վերջի տարիներին Յունայթեդը չէր հաղթել դերբիներում, այլ նրա համար, որ Յունայթեդը հաղթում է դերբիում եւ խաղում է շքեղ ֆուտբոլ, ֆանտաստիկ ֆուտբոլ։ Գվարդիոլայի տիկի-տական մի պա վերածնվել էր այս Մանչեսթեր Յունայթեդի մեջ։ Ընկերներ, սա պաթոս չէ, բայց այս մի խաղում Մանչեսթեր Յունայթեդը իրոք փառահեղ ֆուտբոլ խաղաց։ Ինչքան կտևի դա, ինչքան Մայքլ Կարեգը կարողանա հաջող լինել Մանչեսթեր Յունայթեդի ղեկին, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Սա ընդամենը մեկ խաղ է։ Գուցե սրանից հետո սկսեն Մանչեսթեր Յունայթեդի լուրջ խնդիրները, բայց Մայքլ Կարեգի գլխավորությամբ Մանչեսթեր Յունայթեդը 4 խաղ է անցկացրել եւ 4-ից 3-ում հաղթել է, մեկում ոչ ոքի խաղացել եւ բոլորը եղել են լուրջ մրցակիցներ։ Ոչ ոքին եղել է Չելսիի դեմ, հաղթանակները եղել են Վիլյարեալի, Արսենալի եւ Մանչեսթեր Սիթիի նկատմամբ։ Սա փառահեղ է, եկեք դրանք եղել է ոչ թե հիմա, այլ մեկը եղել է առաջին նշանակման ժամանակը, որ Կարեկի հետո պետք է գար այնտեղ մոռացա այս բային անունը, թե ով պետք է գար, ոնց էր անունը, Ռալֆ, մի խոսքով դուք հասկացաք, ես ում հետ եմ, այս բային ես չգիտեմ ինչու չեմ հիշում նրա անունը, իմ մտքից դուրս է եկել, բայց դա կարևոր չէ։ Այստեղ մենք խոսում ենք Մայքլ Կարեկի Մանչեսթեր Յունայթեդի մասին, որը ֆուտբոլային առումով մաստեր կլաս անցկացրեց Մանչեսթեր Սիթիի հետ։ Բաց այդ առավելություն, ստեղծված լիքը գոլային պայեր եւ եթե չլիներ Ջիջի Դոնարուման, ապա Սիթին կպարտվեր խոշոր հաշվով։ Բայց պետք է նաև անդրադառնամ մի դրվագի առաջի խաղակեսում, որտեղ իմ կարծիքով մրցավարը պետք է կարմիր քարտ ցույց տար Մանչեսթեր Յունայթեդին եւ դու չգիտես, թե այդ կարմիրից հետո ինչ կլիներ։ Ես սա չեմ կարող չնշել, որովհետեւ Դալոյի խախտումը բացառիկ կոպիտ էր։ Դալոյի խախտումը դա կարմիրի արժանի խախտում էր։ Այո, Մանչեսթեր Յունայթեդը լավն էր խաղով անգամ այդ խախտումից առաջ։ Մանչեսթեր Յունայթեդը երկրորդ խաղակեսում ընդհանրապես ճախրում էր դաշտում, բայց այս խաղում եղավ մի դրվագ, որտեղ Մանչեսթեր Յունայթեդը պետք է պատժվեր կարմիր քարտով, բայց չպատժվեց։ Մանչեսթերյան դերբին փառահեղ ավարտ ունեցավ Յունայթեդի համար, Մայքլ Կարիկը տվեց երևի դարի լավագույն նորամուտը, իսկ ինչ հետո կլինի Մանչեսթեր Յունայթեդի հետ, ես չգիտեմ։ Ես չեմ բացառում, որ Մանչեսթեր Յունայթեդը այս հաղթանակից հետո նորից կդառնա այն անստաբիլ, այն անհասկանալի, այն ոչ Մանչեսթեր Յունայթեդին հատուկ Մանչեսթեր Յունայթեդը, ինչպես վերջի տարիներին է, որովհետև այս թիմի ղեկավարությունում այնպիսի բաներ են կատարվում, այնպես են վարվում մարզիչների հետ, այնպես են սեփական գաղափարները կեսից կիսատ թողնում, որ մենք երբեք չենք կարող ասել, թե այս ֆանտաստիկ հաղթանակը սկիզբն է նոր հաջողությունների։ Ես շատ կուզեմ, որ Մանչեսթեր Յունայթեդը վերադառնա իր հավերժական փառքին, բայց այս պահին ես դա չեմ կարող ասել եւ կարծում եմ դա ոչ մեկը չի կարող ասել։ Այդ հարցի պատասխանը գիտեն միայն տիեզերքում։ Անցնենք մյուս խաղերին։ Մյուս անգլիական թիմերը եւս անցկացրեցին հանդիպումներ։ Այնտեղ Լիվերպուլը նորից չհաղթեց, Բարլիի հետ ոչ ոքի,
1-1 հաշվով մի խաղում, որտեղ երբ որ նայում ես ստատիստիկան Լիվերպուլի, զարմանում ես, թե ինչպես կարելի էր այդ խաղում չհաղթել։ Առաջին խաղակեսում Լիվերպուլը շատ լավ տեսք ուներ, երկրորդում կային խնդիրներ, ռեալիզացիայի պակասը ուղղակի անտանելի է զգացվում այս Լիվերպուլի մոտ, բայց Սլոթը ունի մի ֆանտաստիկ շարք, նա չի պարտվում արդեն երկար ժամանակ, նրա թիմը չի պարտվում եւ ինձ համար անկեղծ այս ոչ ոքիների հիթ շքերթը ես նմանեցնում եմ Տիագո Մոտայի Յուվենտուսի ոչ ոքիների հիթ շքերթին, որովհետև Տիագո Մոտայի Յուվենտուսն էր մրցակցից սովորաբար լավ խաղում, բայց չէր կարողանում հաղթել եւ միշտ խաղը ավարտվում էր ոչ ոքի։ Հիմա նույնը կատարվում է կարծես թե Սլոթի Լիվերպուլում։ Ես չեմ ասի, թե Լիվերպուլը վատ է խաղում, այո, եղել են խաղեր, որ Լիվերպուլը շատ վատ է խաղացել, բայց Լիվերպուլը մրցակցից միշտ հաստատ անում է ավելին։ Անկամ Արսենալի հետ ոչ ոքիում իմ կարծիքով Լիվերպուլը այդքան կորուստներով արեց ավելի շատ, բայց անգամ այդքան շատ անելով չկարողացավ հաղթել։ Բարլեի հետ խաղը նորից նույն պատմությունն է։ Իհարկե սա ներելի չէ, երբ որ դու սեփական արգի տակ չես կարողանում հաղթել Անգլիայի առաջնության ամենաթույլ թիմերից մեկին, բայց փաստ է, որ Լիվերպուլում կատարվում են տարօրինակ ինչ-որ բաներ, թիմը ուղղակի չեմ ուզում ասել վստահության պակաս ունեն ֆուտբոլիստները, բայց ունեն շատ լուրջ ռեալիզացիայի պակաս եւ ունեն ինչ-որ տեղ հոգեբանական իմ կարծիքով անկում, ինչ-որ հոգեբանական, չգիտեմ, հոգեբանական ինչ-որ խնդրի կիզակետում են նրանք գտնվում եւ չեն կարողանում դա լուծել։ Խաղային հարցեր կան իհարկե Սլոթին, թիմը շատ պրագմատիկ է դարձել, թիմը չունի այն խենթությունը, այն կիրքը, որը միշտ եղել է Լիվերպուլի մեջ եւ հենց այդ կրքի միջոցով է Լիվերպուլը եղել Անգլիայի լավագույն թիմերից մեկը։ Ցավոք ունենք հիմա այնինչ ունենք։ Արսենալը, որը այս պահին Եվրոպայում գուցե ամենաուժեղ թիմն է, բայց ֆուտբոլային խաղով, գեղեցկությամբ ինձ համար նրանք հաճելի ֆուտբոլ չեն խաղում։ Բայց թքած թե նրանք հաճելի ֆուտբոլ չեն խաղում։ Նրանք կարողանում են ունենալ արդյունք։ Նրանք այս պահին ունեն 7 միավորի առավելություն Մանչեսթեր Սիթիից։ Այո, նրանք չհաղթեցին։ Նրանք ոչ ոքի խաղացին Նոթինգեմի հետ 0-0, շատ ուժային պայքար, հավերժ ծանր պայքարներ, պահեր ուներ Արսենալը, պահեր ուներ նաև Նոթինգեմը, շատ թեժ հանդիպում էր ընդհանուր առմամբ, բայց ոչ թե ֆուտբոլային գեղեցկության տեսանկյունից է թեժ, այլ թեժ էր ուժային պայքարի տեսանկյունից։ Ես այս խաղը դիտելիս ընդհանրապես հաճույք չեմ ստացել եւ այս խաղը դիտելիս իմ մոտ ամբողջ իմ միտքը ուրիշ խաղի հետ էր, որի մասին ես դեռ կհասցնեմ խոսել, որտեղ այդ ժամանակ ես երկու խաղ էի դիտում միաժամանակ եւ ես նայում էի այն մի խաղը, որտեղ հաճույք էի ստանում ու նայում էի այն մյուս խաղը, որտեղ ուղղակի ուժային պայքար էր։ Պրագմատիկ ուժային պայքար երկու թիմերի կողմից եւ ի վերջո այդ ուժային պայքարներում Նոթինգեմը չզիջեց Արսենալին եւ չզիջեց նաեւ հաշվի մեջ։ Հանդիպումն ավարտվեց 0-0։ Չելսին հաղթեց 2-0 հաշվով, շատ պրագմատիկ նորից Չելսի տեսանք, երկու հարված դարպասին, երկու գոլ, մրցակիցը ուներ պահեր, բայց Սանչեսը, այն Սանչեսը, որը Անգլիայի լիգայի գավաթում հորինեց Արսենալի գոլերից մեկը եւ գուցե գոլերը, այդ Սանչեսը, որը ինձ համար նա մի տեսակ հիշեցնում է Վիկտոր Վալդեսին, որը կարող էր մեկ խաղում ֆենոմենալ պրայմ իրագործել, իսկ մյուս խաղում ուղղակի վերցնել ու նվիրել։ Ահա այս խաղում նա ֆանտաստիկ երկու սեյվ արեց, երկու անգամ մենակ մնացին նրա դիմաց եւ նա երկու անգամ փրկեց։ Տոտենհեմը նորից պարտվեց, այս անգամ պարտվեց Վեսթ Հեմին, ես Տոտենհեմի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, Տոտենհեմը մի թիմ է, որը, չգիտեմ, այս թիմից ամեն ինչ կարելի է սպասել, ամեն ինչ կարելի է այս թիմից սպասել։ Նրանք կարող են շատ ուժեղ մի խաղում ապշեցնել, ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ, հետո գնալ ամենաթույլ թիմին պարտվել։ Իսկ նրանց ԱՊԼ-ում հորիզոնականը կարող եք ման գալ եւ փորձել գտնել։ Հնարավոր է նաև չգտնեք, որտեղ նրանք այս պահին խայտառակ իրավիճակում են եւ շարունակում են անկում ունենալ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։ Խոսեցի կարծես թե ԱՊԼ-ի այն բոլոր խաղերի մասին, որոնց մասին ցանկանում էի խոսել, Աստոն Վիլայի խաղի մասին մոռացա խոսել, Աստոն Վիլան եւս պարտվեց Էվերտոնին, այս տուրում անակնկալները շատ են։ Էվերտոնի դարպասապահ Փիկֆորդը եւս մեկ անգամ խելահեղ հանդիպում անցկացրեց, երբ այս տղան վերցնում է իր կուրաժը, անհնար է նրա դեմ, անհնար է ընկերներ Փիկֆորդի դեմ, երբ նա վերցնում է իր կուրաժը եւ դա ապացուցում է դա ամեն անգամ։ Այս անգամ էր այդպիսի պատմություն, Էվերտոնը հաղթեց Աստոն Վիլային։ ԱՊԼ-ից անցում դեպի Լա Լիգա, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, այդ գավաթային
խաղերից հետո, որտեղ մի թիմը պարտվեց Ալբասետեին, մյուսը հաղթեց Ռասինգին, երկու թիմերն ունեցան իրականում շատ դժվար խաղեր, եկան Լա Լիգայի խաղային գժական օրերը։ Եկեք սկսենք Բարսելոնայի խաղից, որովհետև Բարսելոնայի խաղում կար իմ կարծիքով շատ ֆուտբոլ եւ կար շատ մեծ հետաքրքրություն։ Եթե օրինակ Ռեալ Մադրիդի առաջի խաղակեսում Լևանտեի հետ դու կարող էիր քնել եւ բաց թողնել ամբողջ խաղը, ապա Ռեալ Սոսիեդադ Բարսելոնա խաղում այնպիսի հանդիպում էր ընթանում, որտեղ եթե դու քնած լինեիր, կարթնանայր։ Հենց ամենասկզբից Բարսելոնան անցավ հարձակման, ստեղծում էր պահը պահի հետևից, խփում էր գոլեր, որոնք խաղից դուրս իրավիճակով կամ խախտումով չէին հաշվում, վառը անընդհատ միջամտում էր, ինչ որ բան պակասում էր, ֆանտաստիկ էր խաղում Ռեմիրոն, անմահական սեյվեր, խելահեղ սեյվեր եւ կարծես թե նա այսպես նայում էր Ժոան Գարսիայի ուղությամբ, նայում էր Ունայ Սիմոնի ուղությամբ, նայում էր Ռայայի ուղությամբ եւ ասում էր ընկերներ, ինձ էլ հաշվի առեք, ես էլ եմ Իսպանիայի հավաքականի դարպասապահ եւ գուցե ես եմ առաջին համարը։ Տեսեք ինչ ֆուտբոլ եմ խաղում։ Համ ձախ ոտքով եմ հիասքանչ փոխանցումներ կատարում, համ աջ ոտքով եմ հիասքանչ փոխանցումներ կատարում։ Բարսելոնայի հետ խաղում մեկը մեկի հետևից ֆանտաստիկ սեյվեր եմ կատարում եւ ընդհանրապես ես միշտ կատարում եմ դա Լա Լիգայում։ Դրա համար են ինձ հրավիրում հավաքական։ Բայց ես խաղում եմ Ռեալ Սոսիեդադում, այլ ոչ թե Բարսելոնայում կամ Արսենալում կամ Ատլետիկո։ Ես խաղում եմ Ռեալ Սոսիեդադում եւ ինձ էլ ուշադրություն դարձրեք։ Ես դա եմ ուզում ասել։ Մի խաղ, որտեղ Բարսելոնան ամեն ինչ արեց հաղթելու համար։ Մի խաղ, որտեղ Բարսելոնան ստեղծեց լիքը պահեր։ Բայց Ռեմիրոն, դարպասաձողը, տիեզերքը բոլորը դեմ էին Բարսելոնային։ Բոլորը ընկերներ։ Իմ կարծիքով անգամ Բարսելոնայի ֆուտբոլիստները այս խաղում դեմ էին իրենց, որովհետև իրոք ոչինչ չէր ստացվում գոլի տեսանկյունից։ Ամեն ինչ ստացվում էր բացի գոլից։ Իսկ Ռեալ Սոսիեդադը օգտագործեց իր հնարավորությունը, Միքայել Օյարսաբալը կամ Միքոն, ինչպես ես սիրում եմ ասել, խփեց առաջին գոլը, առաջի խաղակեսում մինչև վերջ դիմացավ Ռեալ Սոսիեդադը եւ ի վերջո տեղափոխվեց խաղը երկրորդ խաղակես։ Սա այն դեպքերից էր, որ կարծում եմ Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստները խնդրում էին տիեզերքին, այսպես խնդրում էին, խնդրում եմ տիեզերք, ավարտիր այս հանդիպումը։ Մի թող որ նա գնա երկրորդ խաղակես, որտեղ ճնշումը իրոք անտանելի էր։ Երկրորդ խաղակեսը սկսվեց նույն ճնշումով եւ երկու դարպասաձող, նորից Ռեմիրոյի սեյվեր եւ ի վերջո այդ ճնշումը այնքան ագնացավ, որ Ռոբերտ Լևանդովսկին այնտեղ խաղադաշտում հայտնվեց, Ռեշվորդը հայտնվեց, ինչպես միշտ Ֆլիկը կատարեց այն փոփոխությունները, որ սովորաբար կատարում է խաղը ուժեղացնելու համար, եւ նորից ստեղծվեցին ինչ-որ պահեր, ի վերջո Ռեշվորդը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Թվաց թե վերջ, Բարսելոնան արդեն այդան համազգաց եւ սա լինելու է հաղթանակ։ Հիմա Բարսելոնան իրար հետևից գոլեր կխփի եւ կհաղթի։ Բայց արդեն հաջորդ իսկ գրոհին Ռեալ Սոսիեդադը շոկի է ենթարկում բոլորին։ Բարսելոնային, Անեոտայում հավաքված երկրպագուներին, Ռեալ Մադրիդի երկրպագուներին, ամբողջ աշխարհին վերցնում է եւ հաշիվը դարձնում է 2-1։ Դրանից հետո Բարսելոնան մի պահ ուշքի չեկա, որովհետև այդ գոլից հետո ուղիղ 10 րոպե Ռեալ Սոսիեդադը ավելի լավ էր խաղում եւ դա այն 10 րոպեներն էր միակ, որ Ռեալ Սոսիեդադը լավ խաղաց Բարսելոնայից։ Բայց ընթացքում չկարողացավ խփել երրորդ գոլը, հետո Բարսելոնան նորից վերցրեց խաղը եւ նորից սկսեց այսպես ասված հրաշքների փառատոնը Ռեմիրոյի կողմից։ Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստները հերոսաբար պաշտպանվում էին, հերոսաբար ընկերներ, կարծես թե լինեին պատերազմի դաշտում եւ այնպիսի տպավորություն էր, որ նրանք կամ կմահանան այսօր, կամ կհաղթեն։ Եվ այդպես էլ եղավ։ Անգամ 10 հոգով մնալուց հետո, երբ Կարմիրը իրականում շատ ճիշտ կարմիր քարտ էր, նրանք այդքան էլ շատ բան թույլ չտվեցին Բարսելոնային։ Կարելի ասել Կարմիրից հետո Բարսելոնան չկարողացավ ստեղծել այն հնարավորությունները, որը ստեղծում էր մինչև կարմիր քարտը։ Ժոաու Կանսելո, ֆուտբոլիստ, որը եկել է Սաուդյան Արաբիայից եւ այնտեղի շոկից խեղդող ֆուտբոլային ռիթմից հետո գալ նման արագ ռիթմի ֆուտբոլ իհարկե շատ բարդ է։ Թերևս այնտեղ մի հիասքանչ փոխանցում կատարեց երկրորդ խաղակեսում դեպի Կունդեն, որը հարվածեց դարպասաձողին եւ այդտեղ էլ ինչ-որ կերպ հրաշքով գնդակը չհայտնվեց Ռեմիրոյի դարպասում, բայց զգացվեց, որ Ժոաու Կանսելոն դեռ պետք է հարմարվի նորից եվրոպական top 5-ի մակարդակի ֆուտբոլին։ Այո, Սաուդյան Արաբիայում գուցե կա ֆուտբոլ, բայց այդ ֆուտբոլը շատ հեռու է Լա Լիգայի մակարդակից եւ դա մենք զգացինք։
Ընդհանուր առմամբ Բարսելոնան լավ տեսք ուներ եւ եթե պարտվել իմ կարծիքով պարտվել այսպես, երբ որ դու լավ ես խաղում եւ ուղղակի ինչ որ բան չի երիքում, ինչ որ բան չի ստացվում։ Ֆուտբոլում լինում են այդպիսի օրեր, երբ դու ամեն ինչ անում ես, բայց պարտվում ես։ Եվ այդպես եղավ նաեւ Բարսելոնայի հետ։ Ռեալ Մադրիդ Ատլետիկոն դեպ հիշեցնեմ, որ այս տուրում էլ հաղթեց 1-0 եւ նորից ռեալիզացիայի լուրջ խնդիրներ ունեին, բայց ամեն դեպքում կարողացան հաղթել իրենց հանդիպումը, այնտեղ շատ խոսելու բան չկա։ Ասենք Ռեալ Մադրիդ Լևանտե հանդիպման։ Այս խաղում ամենաունիկալը դա իմ կարծիքով սուլոցներն էին 90 րոպե որոշակի ֆուտբոլիստների հանդեպ ատելության ցուցադրությունն էր եւ ամբողջ խաղը սուլելն էր։ Դա էր իմ կարծիքով այս խաղի հիմնական այսպես կորիզը, որովհետեւ խաղային տեսանկյունից առաջի խաղակեսում գրեթե ոչինչ չէր կատարվում, Ռեալը գնդակով էր, բայց ոչինչ չէր կարողանում անել, իսկ Լևանտեն մեկ ու մեկ վտանգավոր ստանդարտներ էր ստանում, որոնք շատ անհաջող էր իրացնում։ Իսկ երկրորդ խաղակեսում Ռեալը արդեն վերցրեց խաղը, Մբապեն վաստակեց 11 մետրանոց, ինչը դու Ռեալը ուներ բացահայտ առավելություն, մրցակիցը ամբողջ երկրորդ խաղակեսում դիպուկ արված չկատարեց, XG-ն 0.11, 16, 17 տարբեր հարթակներում, այնտեղ միակողմանի ֆուտբոլ էր, որտեղ խաղում էր մեկ թիմը, որտեղ լավն էր Ռեալը համ պաշտպանվելիս, լավն էր համ հարձակվելիս։ Շատ կարևոր բան է, որտեղ այս սեզոնում գրեթե չի եղել այդպիսի խաղ, որ Ռեալը համ լավ պաշտպանվի, համ լավ հարձակվի։ Եղել են խաղեր, որ լավ պաշտպանվել են, լավ չեն հարձակվել, եղել են խաղեր, որ շատ լավ հարձակվել են, վատ են պաշտպանվել միշտ, բայց այս խաղում թիմը եւ լավ էր պաշտպանվում երկրորդ խաղակեսում, հիասքանչ էր պաշտպանում եւ նաեւ շատ լավ հարձակվում էր եւ կարող էր հաղթել խոշոր հաշվով, բայց հաղթեց 2-0 հաշվով։ Բայց այստեղ այդ սուլոցները, այդ Վինիսիուսին ուղղված ատելությունը, ես իմ Instagram-յան էջում, Telegram-յան էջում արդեն 1 միլիոն անգամ բացատրել եմ, որ խոսքը չափի մասին է, որովհետև Ռեալ Մադրիդում շատ են սուլել, Ռեալ Մադրիդում շատ ֆուտբոլիստների են սուլել, Ռոնալդոին են շատ սուլել, Բեյլին են սուլել, Բենզեմային են սուլել, Ռաուլին են անգամ սուլել, բայց այդ մակարդակը չի հասել այս գագաթնակետին, ընկերներ, եւ հատկապես երբ որ մամուլի ասուլիսներում մեդիայի միջոցով վերին ատյաններով խնդրում են, որ չսուլեն, որովհետև թիմը ունի միայն աջակցության կարիք, Ռեալի երկրպագուները կարող էին այդ բողոքի ակցիան գոնե անել խաղի սկզբում եւ հետո աջակցել թիմին։ Ոչ թե 90 րոպե սուլել Վինիսիուսին, Ջուդ Բելինգեմին եւ հատկապես կենտրոնանալ մեկ ֆուտբոլիստի վրա։ Դա շատ սխալ է։ Դա ճիշտ չէ, ընկերներ։ Դու իրավունք չունես մի ֆուտբոլիստի գցել այդպիսի ծանր հոգեվիճակում, ով որ գրել է քո պատմության լավագույն էջերից մեկը։ Ով որ քեզ տվել է 2 չեմպիոնների լիգա, տվել է մի քանի Լա լիգայի տիտղոս, տվել է շատ մի խոսքով տիտղոսներ, կարևոր գոլեր, նա միակ ֆուտբոլիստն է 21-րդ դարում, որ կարողացել է Ռեալ Մադրիդում եզրափակիչներում այդքան քիչ խաղում, այդքան գոլային գործողություններ կատարել։ Այո, նրան հավասար են նաև 21-րդ դարում եւս 2 ֆուտբոլիստ, բայց այն ինչ արել է Վինիսիուսը այս թիմի համար, նա արժանի է այդ ամեն ինչի համար ոչ թե սուլոցների եւ ատելության, այլ հարգանքի։ Այո, նրա մոտ կա ծանր շրջան, նա անցավ ռասիզմի փուլով, նա անցավ ռասիզմից հետո ոսկե գնդակի դժոխային փուլով, նա անցավ լիդերի կոչումից զրկվելու փուլով, նա անցավ մարզիչի կողմից նրան երկրորդային պլանում դնելու ֆոնով, այո, նա եւս մեղավորություններ ուներ Ալոնսոյի հետ բախումներում, բայց ֆուտբոլիստը անցել է լիքը դժոխքների միջով եւ հիմա էլ անցնում է այլ դժոխքի միջով, նրա սեփական ֆանատներից մեծ մասը ատում են նրան եւ ամբողջ խաղը սուլում են։ Եկեք կային նաեւ ծափահարողներ, կային նաեւ մարդիկ, որ խաղից հետո եկել եւ աջակցել էին Վինիսիուսին, ում հետ Վինիսիուսը խոսացել են խաղից հետո, այսինքն կա նաեւ այդ կողմը, որը չգիտես ինչու մամուլը եւ շատ մարդիկ չեն ուզում ներկայացնել, ինչու, ես ձեզ հարցնում եմ, ինչու չեք ներկայացնում այս ամեն ինչի երկու կողմը։ Եվ եթե ուզում եք այդ ամեն ինչը տեսնել երկու կողմով, իմ Instagram-ում ես ցույց եմ տալիս երկու կողմը։ Նաև իմ խոսակցություններում, իմ ուղիղ եթերներում ես ցույց եմ տալիս երկու կողմը, որ չի կարելի այդպես անել։ Հատկապես, երբ որ խնդրում են մարդիկ, երբ որ խնդրում են մարզիչը, ղեկավարությունից խնդրում են, չափ պահեք, չափ չգոյություն չունի։ Ես դեմ չեմ սուլոցներին։ Ես դեմ եմ, որ այդ ամենը անցնում է չափը։ Իհարկե Պաուլ Սևակը եթե հիմա լսեր այս ամեն ինչը կասեր, իսկ ով է այդ չափը որոշում, բայց սա ֆուտբոլ է, այլ ոչ թե գրականություն։ Սա շատ կարևոր բան է։ Մարդիկ երբեմն ֆուտբոլը խառնում են այլ բաների հետ։ Մարդկային արժեքները խառնում են այլ բաների հետ։ Վինիսիուսը արժանի չէ ատելության։ Վինիսիուսը արժանի չէ նման մակարդակի սուլոցների։
Վինիսիուսը միայն Ռեալ Մադրիդը չէ։ Ռեալ Մադրիդը թիմ է, որտեղ կա 23-24 ֆուտբոլիստ։ Եվ սուլոցներ, եթե ուղղվում են, պետք է ուղղվեն բոլորին վատ խաղի համար, այլ ոչ թե քավության նոխած դարձնել մեկ ֆուտբոլիստի։ Եվ արանքային եւս 2 ֆուտբոլիստի, բայց կոնկրետ պրոյեկտվել մեկ ֆուտբոլիստի վրա։ Սա ինձ համար անընդունելի է եւ լինելու է անընդունելի միշտ։ Ես իհարկե որոշել եմ, որ Վինիսիուսի հետ կապված կունենամ առանձին տեսանյութ եւ շաբաթվա ամփոփման մեջ դա չի լինի եւ գուցե ես դա դեռևս կունենամ, բայց այս պահին ես ուզում եմ այսքան կարճ ուղղակի ասել, որ դա ինձ համար ընդունելի չէ։ Ես դեմ չեմ, նորից եմ կրկնում սուլոցներին, բայց նրանք պետք է լինեն չափի մեջ։ Չափ ու սահմանը անցել է։ Սա ատելություն է ֆուտբոլիստի նկատմամբ, սա ատելություն է մարդու նկատմամբ, մարդը լացում է խաղից առաջ։ Դուք շարունակում եք ձեր ատելությունը այդ ֆուտբոլիստի շուրջ։ Նա մարդ է։ Միակ մարդը, ում ատում են ու հաղթել է Սոկրատեսի մրցանակ բարեգործության համար։ Սա է Վինիսիուս Ջունիորը։ Նա միակ ֆուտբոլի պատմության մարդն է, որ կարող է իր թիմի համար այդքան տիտղոսներ նվաճել, լինել եզրափակիչներում լավագույնը գոլ եւ գոլային փոխանցում համակարգում, բայց նրան ատեն երկրպագուները եւ ասեն դու չես համապատասխանում Ռեալ Մադրիդին։ Սա մեգա աբսուրդ է։ Ես կարող եմ հստակ մի քանի խաղեր ասել, որտեղ Վինիսիուս Ջունիորը փայլել է այս սեզոնում։ Խաղեր, որտեղ Վինիսիուսը հաղթել է այդ խաղերը, բայց ես դա հիմա չեմ անի։ Դուք կարող եք դա տեսնել ընդհանրապես վիճակագրությունը բացելիս։ Նայեք ընդհանուր բոլոր խաղերը, նայեք թե Վինիսիուսը ինչ է արել, նայեք այդ խաղերում Վինիսիուսը ինչպես է գոլեր ստեղծել հաղթական, եւ նայեք ամենակարևորը, երբ Վինիսիուսը չի եղել մեկնարկային կազմում, ինչպես է խաղացել Ռեալը, եւ ինչպես է խաղը փոխվել, երբ Վինիսիուսը հայտնվել է խաղադաշտում։ Դա եւս կար իմ Instagram-ում 3։ Խոսենք Ասերիայի մասին, ընկերներ, Ասերիայում 1-0-ների փառատոն էր, միայն Ռոման այնտեղ Տորինյոին 2-0 հաշվով հաղթեց, մնացած բոլոր խաղերը 1-0-ի լոյիկայի մեջ էին, Ինտերը Ուդինեզեին հաղթեց 1-0 բարդագույն խաղում, Նապոլին 1-0 հաղթեց Սաուսոլոյին, այնտեղ Յուվենտուսը 1-0 հաշվով պարտվեց Կալիարիին, այս խաղի մասին կարելի է մի քիչ խոսել, որովհետև շատ նմանություններ կա Ռեալ Սոսիեդադ Բարսելոնա խաղի հետ այն առումով, որ այստեղ էլ Յուվենտուսը ուներ մեծ առավելություն, շատ պայեր էր ստեղծում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հաշիվը բացել, ի վերջո գոլ բաց թողեցին եւ այդպես էլ չկարողացան իրենց պայերը օգտագործել եւ պարտվեցին։ Ընդհանուր առմամբ Ասերիայում շատ հետաքրքիր բաներ չկատարվեց, Միլանն էլ Լեչեին հաղթեց նորից 1-0 հաշվով։ Միակ հետաքրքրությունը երևի այս սակավաթի 1-0-ներն էին, որ ամբողջ տուրում տեղի ունեցան եւ Ռոման այնտեղ հաղթեց 2-0 հաշվով, միակ խաղն էր, որտեղ 1 գոլից ավել խփվեց, այսպես ասած, մեծ հետաքրքրող խաղերում։ Ընդհանուր առմամբ Ասերիայում շատ բան չկատարվեց, դրա համար այստեղ ինչ որ մեծ անդրադարձի կարիք ես չեմ զգում։ Անցնենք Բունդեսլիգային, այստեղ տուրի կենտրոնական հանդիպումներ Լայպցիգ-Բավարիա։ Ես հենց այս խաղն էի դիտում Արսենալին զուգահեռ, երբ որ նշեցին Նոթինգեմ Արսենալին զուգահեռ, հենց այս խաղն էի դիտում եւ ինչի եմ ես դիտում միշտ Բավարիայի խաղերը, որտեղ ինձ համար Բավարիան Եվրոպայում ամենահաճելի թիմն է։ Իրենց խաղով, իրենց մոտեցումներով, իրենց արդյունավետությամբ, իրենց ֆուտբոլիստների, չգիտեմ, թիմային լինելով եւ ընդհանրապես կոմպանին իր գաղափարներով։ Ինձ համար այս Բավարիան այս պահին Եվրոպայում ամենահաճելի եւ ամենաուժեղ թիմերից մեկն է։ Իհարկե նրանք գուցե այս պահին զիջում են ինչ-որ բաներով Արսենալին, բայց ես ինչպես նրանք ասացին խաղից հետո, երբ Չեմպիոնների լիգայում պարտվեցին Արսենալին, եթե նրանք նորից հանդիպեն, ապա Բավարիան անպայման կհաղթի։ Ես ավելի շատ հակված եմ, չգիտես ինչի դրան։ Իմ կարծիքով Բավարիան ավելի ուժեղ թիմ է այս պահին, ուղղակի Բավարիայի մոտ ինչ որ բաներ չհերիքեցին այդ խաղում։ Մեկ խաղում ուղղակի նրանք երկրորդ խաղակեսում տոտալ ձախողվեցին Արսենալի հետ։ Բայց ընդհանուր սեզոնի տեսանկյունից գեղեցկության առումով, արդյունավետության առումով Բավարիան հիասքանչ է։ Եկեք խոսենք հիմա կոնկրետ խաղի մասին, Լայպցիգի խաղի մասին։ Առաջի խաղակեսում Լայպցիգը ուներ առավելություն։ Սա այն խաղերից էր, որտեղ Բավարիան շատ մեծ դժվարություններ ունեցավ, շատ ծանր էր նրանց համար ստացվեց առաջի խաղակեսը եւ արժանիորեն 1-0 հաշվով Լայպցիգը գնաց երկրորդ խաղակեսը։ Երկրորդ խաղակեսում իրավիճակը փոխվեց։ Բավարիան սկսեց ավելի լավ խաղալ, ավելի սուր լինել, ավելի հաջող լինել, ավելի, այսպես ասեմ, մոտիվատոր լինել, ավելի խաղում ունենալ այն, ինչը չկար այն Բավարիայում, որին մենք սովոր ենք։ Օլիսեն հայտնվեց խաղադաշտում 56-րդ րոպեին, դրանից հետո 3 գոլային փոխանցում եւ 1 գոլ։ Մուսիալան վերադարձավ
երկարաժամկետ վնասվածքից հետո եւ այնպես էր խաղում, կարծես թե նրա ոտքը չէր կոտրվել։ Այնպես էր խաղում, որ կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել նրա հետ։ Հենց առաջին իսկ հպումով կատարեց գոլային փոխանցում։ Սա ուղղակի հիասքանչ էր։ Ես միայն ուզում եմ ծափահարել Մուսիալայի պես ֆուտբոլիստներին, որովհետև նա շատ մեծ տաղանդ է եւ շատ ուրախ եմ, որ նա վերադարձավ։ Ես ուղղակի հիանում եմ Բավարիայի խաղով, նրանց պրեսինգով, կոնտրպրեսինգով, նրանց, չգիտեմ, գնդակի հետ վարվեղությամբ, նրանց անհատ ֆուտբոլիստների փոխանցումներով։ Գոլերից մեկում Հարի Քեյնը այնպես սկսեց գրո երկար փոխանցումով Օլիսեին, որ ես ուղղակի ապշել էի։ Ինչպես կարող է կենտրոնական հարձակվողը այդքան լավը լինել։ Ինչպես կարող է կենտրոնական հարձակվողը բացի կենտրոնական հարձակվողից խաղալ կիսապաշտպանությունում, խաղալ պաշտպանությունում, խաղալ եզրերում, այնինչ անում է Հարի Քեյնը, ուղղակի խելացնոր է։ Ինձ համար եւ իզուր չէ, որ այս սեզոնի այս պայդրությամբ ինձ համար լավագույն ֆուտբոլիստը Հարի Քեյնն է, այլ ոչ թե նույն Մբապեն, Էրլինգ Հոլանդը, այնտեղ ով կա, Յամալը, Պեդրին, Վիտինյան։ Ինձ համար իրոք այս պահին Հարի Քեյնը դա ունիկալ ինչ-որ մեկն է եւ իդեպ այս մարզահակուստը հենց Հարի Քեյնի անունով է, որը ես կրում եմ։ Ես իզուր չեմ ընտրել այս մարզաշապիկը։ Ինձ հիացնում է Բավարիան, ընկերներ։ Ինձ հիացնում է Բավարիայի սառնասրտությունը։ Ինձ հիացնում է Բավարիայի խաղը փոխելու ունակությունը։ Ես ուզում եմ խոսել նաեւ Բավարիայի եւ համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկի մասին՝ Մանուել Նոյեր։ Ինչ սեյվեր կատարեց Մանուել Նոյերը առաջի խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում։ Երբ հաշիվը 1-1 էր։ Ինչ սեյվ կատարեց Մանուել Նոյերը։ Խելահեղ սեյվ ուղակի այդ տարիքում ինչ անում է նա, դա ուղղակի ապսեցուցիչ է։ Ինչպես է խաղում նա ոտքով երկու, ինչպես է նա խաղում գծի վրա, ինչ առաջատար է նա։ Իզուր չի, որ ես նրան համարում եմ պատմության լավագույն դարպասապահ։ Այս Բավարիայի խաղերը նայելիս չես էլ ուզում վերլուծել, որովհետև ուզում ես նստել եւ միայն հաճույք ստանալ։ Ինչպես են նրանք տեղաշարժում գնդակը։ Ինչպես են նրանք կարողանում համակարգային մոդելում տոտալ ազատություն տալ երկու ֆուտբոլիստի, հատկապես Հարի Քեյնին եւ այդ ազատությունները օգտագործել իշա Բավարիայի։ Սա ուղղակի հիացնում է։ Իհարկե Բունդեսլիգայում գուցե շատերը կասեն, դե չկան ուժեղ թիմեր, Բավարիան ամենաուժեղ թիմն է, այնտեղ պայքար չկա եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Ուղղակի Բավարիան ունիկալ լավն է։ Երբ Բավարիան մի սեզոնում եղավ վատը համեմատաբար, այդ սեզոնում արդեն ավելի լավ թիմ ունեցող Բայեր Լևերկուզենը հաղթեց։ Կամ դրանից մի տարի առաջ Բորուսիա Դորտմունդը հաղթել էր առաջությունը, եթե չեմ սխալվում Մայնցի հետ չլիներ այդ չարաբաստիկ ոչ ոքին։ Այնպես չէ, որ Բունդեսլիգայում թույլ են թիմերը։ Բունդեսլիգայում կան լիքը ամուր թիմեր։ Նույն Բորուսիա Դորտմունդը ամեն տարի Չեմպիոնների լիգայում շատ երկար է գնում եւ ցույց է տալիս, որ նա ուժեղ թիմ է։ Բայց այն ինչ անում է Բավարիան, այն ինչ անում են Բավարիայի ֆուտբոլիստները, այն ինչ անում է կոմպանին, այն ինչ արեց Բավարիայի սելեկցիոն աշխատանքը վերջի տարիներին։ Լուիս Դիասի ձեռքբերումը ինչ ճիշտ ու պահին եղավ, պետք էր ձախ եզրում ինչ որ մեկը եւ նրանք գտան։ Ինչպես նրանք Օլիսեին փախցրեցին APL-ի գրանտներից։ Իրոք հիանալ կարելի է Բավարիայով։ Այո, Բավարիայում եղել են ծանր սեզոններ, բայց այն համակարգը, որը հիմա դրել է կոմպանին, այն տրանսֆերները, որ հիմա նրանք արել են, այն սելեկցիոն աշխատանքը, այն խաղը, որ նրանք ցուցադրում են, ուղղակի ինձ հիացնում է։ Եվ գնանք վերջին լիգան, Լիգա 1, այստեղ պետք է միան նշել, որ Լանսը Օսերին հաղթեց 1-0 հաշվով, սա 11-րդ անընդմեջ հաղթանակն էր Լանսին, նրանք ոչ միայն հաղթում են Լիգա 1-ում, այլ նաև հաղթում են Ֆրանսիայի գավաթում, շատ ստաբիլ թիմ են, իհարկե ոչ մեկ աշխարհում չի խոսում Լանսի մասին, որովհետև ում է հետաքրքրում Լանսը։ Եթե ինչ-որ մեկին ասես ես տեսանյութ եմ նկարում Լանսի մասին, օրինակ, որը տևելու է 25 րոպե, ես համոզված եմ, որ այդ տեսանյութը ոչ մեկը չի նայի։ Բայց երբ որ ինչ-որ մեկին ասես ես տեսանյութ եմ նկարում Բարսելոնայի, Ռեալ Մադրիդի, Մանչեսթեր Յունայթեդի, չգիտեմ, այլի մասին, եւ դա տևելու է 5 ժամ 45 րոպե, լիքը մարդիկ դա կնայեն։ Սա է ցավը, որովհետեւ հիմա Լանսը շատ հաճելի թիմ է, շատ պրագմատիկ, շատ հետաքրքիր։ Բոլոր խաղերում հաղթում են Թասիբի արդյունավետություն չունեն, ոչ թե արդյունավետության, այլ գիտեք ինչի, նվիրվածության շնորհիվ։ Միշտ կարողանում են խփել ավելի շատ գոլ, շատ քիչ են գոլ բաց թողնում, շատ նմանություններ ունեն ինչ-որ չափով Ատլետիկո Մադրիդի այն ուժեղ սեզոններին, երբ որ թիմը 1-0 հաղթելով, 1 գնդակի տարբերությամբ հաղթելով գնում էր անընդհատ առաջ։ Ինչքան կտևի դա, ես չգիտեմ, բայց այս բանին Լանսը ինձ հիացնում է։ Մարսել, շատ լավն է այս թիմը։ Մարսելի առաջատար Գրիվուդը, մյուս տղաները, Դե Զերբին իր գաղափարներով, բայց այս բանին նա հետ է մնում եւ Լանսից եւ Պարի Սեն Ժերմենից։
Իսկ Լիգա 1-ի կենտրոնական հանդիպումը, որի մասին ես ցանկանում եմ խոսել, իհարկե դա Paris Saint-Germain Lille հանդիպումն էր, որտեղ Դեմբելեն վերադարձավ բենեֆիսով։ Այդքան վնասվածքներից, խնդիրներից հետո սեզոնի երկրորդ այդ կարևոր մասում, երբ որ բոլորը սպասում են ուժեղ Paris Saint-Germain, Դեմբելեն ունեցավ բենեֆիս։ Դիտեք ուղղակի Դեմբելեի առաջին եւ երկրորդ գոլը եւ հատկապես երկրորդ գոլը, որը գլուխ գործոց էր։ Մեծ վարպետություն, գեղեցկություն։ Paris Saint-Germain-ը խաղասկզբում արդեն կարող էր բաց թողնել եւ ես համոզված եմ, որ անգամ բաց թողնելուց հետո նրանք խաղը կհաղթեին, բայց այն ինչ արձագանք տվեց Paris Saint-Germain-ը, այն ֆուտբոլը, որը խաղաց Paris Saint-Germain-ը առաջի խաղակեսի վերջնամասում եւ երկրորդ խաղակեսում, դա ուղղակի շքեղ էր։ Այն ֆուտբոլը, ինչ խաղաց Դեմբելեն, դա ուղղակի շքեղ էր։ Հակիմի վերադարձից հետո ես կարծում եմ Paris Saint-Germain-ը ավելի է ուժեղանալու, որտեղ հիմա այդ եզրերում զգացվում է ինչ-որ մեկի պակասը, այնտեղ շատ կարևոր է Նունու Մենդեշ Հակիմի եզրերը, որտեղ նրանք եզրերով ոչնչացնում են գրեթե բոլորին։ Բայց իհարկե չեմ խոսում նրանց ֆանտաստիկ կիսապաշտպանության մասին, որտեղ կա Վիտինյան, Ժոաու Նևեսը եւ Ֆաբիան Ռուիսը, իհարկե այս խամ Ժոաու Նևեսը չկար, բայց այն ինչ անում է Paris Saint-Germain-ը այս տեսանկյունից, այն խաղը, որը խաղում է Paris Saint-Germain-ը, այդ գնդակի տոտալ ռեալիզացիան, այդ հիբրիդային հարձակվողների տեղաշարժը, ոքի խելահեղ է, թե ինչպես են տեղաշարժվում Բավարիայի 3 հարձակվողները եւ ինչպես իրար չեն խանգարում։ Նրանք կարող են հայտնվել շատ հանգիստ կենտրոնում, աջ եզրում, ձախ եզրում, բոլորով անընդհատ փոխվում են։ Այնտեղ երևի միակ մարդը, որը հիմնականում ձախ եզրում է խաղում ու ավելի քիչ է գնում աջ եզր կամ կենտրոն, դա Խվիչան է, բայց մնացած մյուս երկու հարձակվողները՝ Դուեն, Դեմբելեն, նրանք անվերջ կարելի է տեսնել հզոր դիրքերում։ Կիսապաշտպանությունում, հարձակման գծում, չգիտեմ, պաշտպանությունում, հարձակման ձախ եզրում, կիսաեզրում, աջ եզրում, աջ կիսաեզրում, կենտրոնում, կեղծ 9-ի դիրքում, ամեն դիրքում կարելի է տեսնել։ Եվ սա Լուիս Էնրիկեի հանճարն է։ Սա Լուիս Էնրիկեի Paris Saint-Germain-ն է, որը այս տարի էլ որքան էլ դուրս մնացին Ֆրանսիայի գավաթից, փոքրիկ Փարիզյան դերբիում Փարիզից, մեկ է այս թիմը կարծում եմ լուրջ պայքարելու է Չեմպիոնների լիգայի համար։ Այո, Լիգա 1-ում նրանք ես կարծում եմ Լանսը ինչ-որ պահին դադար կունենա եւ նրանք կհաղթեն, բայց նրանց խաղը անցած տարվանից կան որոշակի տարբերություններ, բայց մեկ է նրանք տպավորություն կա, որ քայլ-քայլ վերադառնում են անցած տարվա նորից մակարդակին։ Եվ եթե նրանք վերադառնան այդ մակարդակին, նրանք նորից լինելու են Չեմպիոնների լիգայի զարդը։ Կերներ այսքանն էր իմ ամփոփիչ տեսանյութը այս շաբաթվա մասին, չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, լավ մնացեք, սիրում եմ ձեզ։